Մարիա հեռուստասերիալում Օֆան վերջապես հասկանալով իր դստեր վիճակի ողջ լրջությունը, որոշում է անել ամենակարևոր զոհաբերությունը հանուն Մարիայի, ինչից մինչ այդ կտրականապես հրաժարվում էր։ Նա պատրաստվում է բուժման ընթացքին, վիրահատությանն ու երկարատև ապաքինմանը միայն մեկ նպատակով՝ լինել Մարիայի կողքին, ոչ միայն որպես մայր, այլ որպես ուժեղ աջակցող կին, ով իզորու կլինի թեթևացնել հարազատ դստեր ցավը։ Թեև Օֆան ներսից սարսափում է, որ գուցե բուժումը ոչ մի լավ արդյունք չունենա, սակայն նա մի կողմ է դնում բոլոր վախերն ու կասկածները հանուն իր դստեր։ Ռուբենը ուրախանում է Օֆայի այս քայլով, գնահատելով նրա խիզախությունն ու սիրո չափը, բայց հենց այս պահին, երբ թվում է ամեն ինչ շարժվում է դեպի լավը, Մարիան շարունակում է խաղալ երկակի խաղ, խաբելով շրջապատի բոլոր մարդկանց, այդ թվում Աբուլին։ Աբուլը, ով միշտ զգացել է Մարիայի հոգու մաքրությունը, հիմա հստակ նրա մեջ նկատում է ինչ-որ բան է կոտրվել։ Նա ասում է, որ Մարիան էլ նախկինի պես չի ժպտում, չի մասնակցում ոչ մի հարցի, քննարկման ու ամենակարևորը, մշտապես խուսափում է անկեղծ խոսակցությունից։ Մարիան ամեն ինչ բարդում է Դավիթի կալանքի վրա, ասելով, որ նրա հոգու ծանրությունն ու սպասվող դատավճիռը խեղդում են իրեն։ Միևնույն ժամանակ Ռաֆը շարունակում է ապրել իր կյանքով, անպատժելիության լիարժեք զգացումով։ Նա համոզված է, որ Մարիան երբեք չի բարձրաձայնի նրա կատարած սարսափելի արարքի մասին, որովհետև դա նրա կարծիքով կլինի հենց Մարիայի խայտառակությունը, ոչ թե իրենը։ Իսկ Ռուբենը, ով ամեն կերպ փորձում է հասկանալ, թե ինչն է կոտրել իր աղջկան, ինչու է նա այսքան խորը ընկղմվել լռության մեջ, դիմում է վերջին տարբերակին՝ Անիին։ Նա հանդիպում է Մարիայի լավագույն ընկերուհուն ու անկեղծ ասում. «Ես այլևս չգիտեմ ինչ անել։ Իմ աղջիկը խեղդվում է ինքն իր մեջ։ Եթե դու չօգնես ինձ իմանալ ճշմարտությունը, ես գուցե հետո շատ ուշանամ»։ Անին տարիների ընկերությունը հաշվի առնելով որոշում է չսպասել եւ շիտակ միանգամից ճակատից հարցնում է Մարիային, թե ինչը կատարվում նրա հետ։ Ասում է, որ հենց հիմա բառ առ բառ պատմի իրեն ճշմարտությունը։ Եվ այո, վերջապես գալիս է այդ պահը։ Հենց Անին է դառնում այն մարդը, ում առաջինը Մարիան վստահում է իր կյանքի մեծագույն գաղտնիքն ու դժբախտությունը։ Մարիան Անիին պատմում է իր կյանքի ամենամութ ու ցավալի էջը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անին իր իմացածը կփոխանցի Ռուբենին։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մենք խոսում։ Այսօր։ Անդրես Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդեմ։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ, երբ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում ասել։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас. С тобой у нас. Bye, siz tağanda merelen çok.
Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փադ Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեմ, նոր կրկն եմ առավոտին 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից եւ վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ է մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, քիչ քանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հո, ինք շատ լավ մամա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։